Ուսումնասիրված թեման Դերենիկ Դեմիրճյանի ավելորդը պատմվածքի ամփոփումն է, ընդհանուր Դերենիկ Դեմիրճյան թեմայի ամփոփումը, եւ որոշեցինք այս դասը ամփոփել աշխարհացույց կրթական հարթակի միջոցով։ Նպատակները, որ մենք դրել ենք այս դասի համար, ծանոթացնել սովորողներին աշխարհացույց կրթական հարթակի անձեռած հնարավորություններին եւ երկրորդ նպատակը կատարել թեմայի ամփոփում հարթակի միջոցով։ Այստեղ կանաչով նշել եմ, թե մենք վերջում, դասի վերջում ինչի կարող ենք հասնել, այսինքն դե մեր դասի վերջնարարությունը որն եմ դրել։ Կիրառելով ժամանակակից ուսուցման գործիքները, ստեղծել թեմային համապատասխան փիներ, ցուցադրություն։ Հայկ գնամ։ Դերենիկ Դեմիրճյան ապրել է 1877-ից 1956 թվականներին։ Ծնվել է 1877 թվականին հունվարի 17-ին Աղարքալաքում, որն այդ ժամանակ ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Ախալքալքի գավառի կենտրոնն էր։ 1892 թվականին ավարտել է Արդահանի դպրոցը և ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1894-ից 1895 թվականները ճեմարանում տեղի ունեցած ուսումնական խռովությունների մթնոլորտում նա թողել է կրթությունը և մեկնել Թիֆլիս, որտեղ սովորել է Ներսիսյան դպրոցում։ Ստեղծած փինի միջոցով բացում ենք ու այստեղ կարդում ենք իր մասին տեղեկությունները, այնուհետև այստեղ նայում ենք ու իր բոլոր նկարները, վիդեո տարբերակները, ինչ որ տեղադրված է, ում նկարն է այստեղ պատկերված։ Դերենիկ Դեմիրճյանի։ Ով է Դերենիկ Դեմիրճյանը, Ռաֆայել ջան, կներկայացնես։ Այ գրող, հրատարակախոս, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյան ապրել է 1870-ից 1956 թվականներ, 1953 թվական Երևան։ Իմ հայրենի տնակն դա քաղաքի ծայրին է։ Մեկ տնով վերջանում ենք Ախալքալաքը ու սկսվում տիեզերքը, դաշտը, ինչպես չասենք տիեզերքը, երբ մեկ տանից դեպի դաշտը նայելիս մտքերս գնում են դեպի դիմացի խոստու լեռները։ Այնտեղից էլ այն հորիզոնը, ու մի օր անպից կախվել էր մի վիշապ, որ լորվում էր ոճը հավաքունիրան, հետո մտավ ամպի մեջ ու կորավ։ Գրել է Դերենիկ Դեմիրճյանը։ Ինչն է այստեղ պատկերված։ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան վկայականը։ Ծննդյան վկայականը։ Սա ինչ է։ Ինքնակենսագրական ինչ է նշանակում։ Ինքնակենսագրել։ Գրել։ Դերենիկ Դեմիրճյան։ Այո։ Նրա Վագիրջան ասա։ Նրա հայրը մայրն է, մայրը Նատալիա Վասիլյանը եւ հայրը Կարապետ Դեմիրճյանը։ Ահա, որտեղ է նկարված։ 1972 թվականին Ախալքալաքում։ Ովքեր են։ Դեմիրճյանի ընտանեկան լուսանկարները։ Ընտանեկան լուսանկարները։ Ով է ընթերցում Հրանջան ասա։ Դեմիրճյանի ընտանեկան լուսանկարը մայրը Նատալիա Վասիլյանը, հայր Կարապետ Դեմիրճյանը, ավագ քույրը Վարսենիկը եւ Սրբունի, ավագ եղբայրը Արտաշեսը եւ փոքրիկ Դերենիկը, 1880-ական թվականներ, Ախալքալակ։ Ահա, շատ բարի։ Սա որտեղ է։ Ահա, Ախալքալաքում Դերենիկ Դեմիրճյանի հայրական տունը։ Իսկ այսա Արդահանը որ քաղաքն էր։ Վրաստանում էր գտնվում, ահա, եւ ինչ էր եղել։ Դերենիկ Դեմիրճյանը, երբ որ չկարողացավ ընտանիքը այնտեղ հոգալ իրենց կենսական ապահովման պայմանները, տեղափոխվեցին Արդահան քաղաք, Ախալքալակից Արդահան տեղափոխվեցին։ Ահա, սա որ ինչ է պատկերված։ Աթոռակայել է 1866-ից 1872 թվականներ, նախաձեռնություն։ Ներկայացնենք ու ասենք։ Դերենիկ Դեմիրճյան Գևորգյան ճեմարանի դասընկերների հետ 1892 թվական Էջմիածն։ Բավական է սրա ուսումնասիրությունը, մենք արդեն այստեղ ծանոթացանք։ Հիմա այստեղից դուրս են գալիս համապատասխան Դերենիկ Դեմիրճյանը որպես արվեստասեր։ Այդպես վերնագրով փորձում ենք փին ստեղծել։ Փինը ստեղծեցինք, ինչ ենք անում այնտեղ, ասեք։ Գնում ենք վերնագիրը, լեզուն փոխենք։ Դերենիկ Դեմիրճյան։ Լեգրիր։ Դերենիկ Դեմիրճյան արվեստասերը։
Բեռնադիր դրեցինք, ճիշտ է։ Այստեղից կարող ենք պատկեր ընտրել իր համար։ Այո։ Թե եկեք ընտրեք իր համար պատկեր։ Որպես արվեստասեր ինչ կարող եք նկար ընտրել։ Ինչ պատկեր կընտրենք։ Ընտրեք, ընտրեք։ Ընտրեցինք որպես պատկեր։ Դերենիկ Տեր-Միրճան արվեստասերը։ Ընտրեցինք։ Դե հիմա այստեղից դուրս ենք գալիս։ Այստեղ ինչ պիտի անենք։ Նկարագրություն պիտի տեղադրենք։ Նկարագրության համար ինչ ենք անում։ Նկարում։ Ահա, գնում ենք, ուրեմն այստեղ բացում ենք հավաքած նյութերից, որը նախապես մենք պատրաստել ենք այս թեմայի համար, Դերենիկ Տեր-Միրճան արվեստասերը, բացում ենք։ Ինչպես կարող ենք որտից նյութը տեղափոխել այնտեղ։ Ինչ անենք դրա համար։ Պատճենենք, եկեք պատճենենք այսպես։ Ինչպես ենք պատճենում, որ գործիքների միջոցով։ Control, save, պատճենեցինք, հետո ինչ ենք անում, հետ ենք վերադառնում էջը, տանում ենք, դնում ենք այստեղ, ինչով ենք տեղադրում, Control, կորդինատները, ինչ կորդինատներ ընտրենք, որտեղ եք ծնվել Դերենիկ Տեր-Միրճանը։ Ահա, որտեղ կարող ենք մտնել, որ իմանանք ոնց բերենք կորդինատները։ Ահա, մտանք Google, դե գրեցինք ախալքալար, գրիր Դավիթ ջան։ Դե մտեք։ Դու մենք որտեղից ենք պետք է փնտրենք։ Վիկիպեդիա։ Այստեղ վերևում ինչ ենք տեսնում կորդինատների համար։ Գալիս ենք, այս գործիքները տեսնում ենք այստեղ։ Ահա։ Այստեղ տեսակ ներքևում արտաքին քարտեզներ։ Տեսակ արտաքին քարտեզները բացում ենք, տեսակ այնտեղ կորդինատներ բաժնում ինչա գրած։ Մտնում ենք այստեղ, պատճենում ենք իրենց, ինչպես ենք Control-C, դուրս ենք գալիս ենք այստեղ գրեք կորդինատների տեղը Control մի հատ նշի հետո, ահա, ապրես։ Հիմա պետք է ինչ անենք մենք այստեղ։ Ցույց է տալիս, որ պետք է ընտրենք նկար, ապրես։ Հիմա պետք է ներբեռնենք նկար։ Տեսնում ենք Դեմիրճյանից ունենք այստեղ նկարներ։ Ընտրեք նկար։ Ահա, նկար ընտրեք։ Նկար։ Ընտրեցինք։ Ինչ ենք անում, որ կոճակն է ակտիվացել։ Այդպես, ապրեք։ Ստեղծեցինք։ Հիմա նկար ունենք այնտեղ։ Ունեցանք այնտեղ։ Հաջորդ գործիքը պետք է վիդեո տարբերակ ներբեռնել։ Այս սրա միջոցով YouTube-ից հղում ենք կատարելու։ Ինչպես ենք YouTube-ից հղում կատարում։ Ով է անում։ Մատի։ Գրածը։ Նշիր Դերենիկ Տեր-Միրճան։ Վերելը։ Անկում ենք Դերենիկ Տեր-Միրճանի տարբերակն, YouTube-յան տարբերակն։ Որն ուզում եք։ Ինչ ենք անում սրա համար։ Իջնում ենք բազիլիցա, այստեղ ինչ ենք տեսնում։ Ձեր մեջ կինը համերժական, իմաստնացած պայծառ խելքով և կրթությամբ անզուգական։ Թույլ տվեք ինձ, հեռու։ Ես տանում ենք, դե տեղադրեք։ Ինչով եք տեղադրելու։ Շատ ապրեք։ Տեղադրված երեխեք։ Տեսաք բոլորդ ոնց տեղադրեցին։ Հիմա եկեք փորձենք embed կոդի միջոցով տեղադրել։ Ինչ ենք անում։ Մտնում ենք այստեղ։ Էլի մեզնից ինչ է պահանջվում։ Ահա, էլի մտնում ենք վիդեո տարբերակ։ Տալիս ենք արդեն այստեղ նորից բազիլիցա, ապրեք։ Այնտեղ վերև ինչի նշան եք տեսնում։ Ստրոյդ։ Ահա, տեսնում եք, այստեղ վերելացանք, այստեղ մենք կարող ենք ընտրել վիդեոները մեր արկելեր, չէ՞, բավականին մի քանի րոպե առաջ են եկել։ Սա էլ հնարավորություն է տալիս, որ մենք որտեղից որ վիդեոն ուզում ենք, վիդեո տեսահոլովակ տարբերակը, այնտեղից էլ փորձենք ընտրել։ Ու նորից տալիս ենք կոպիրայտ, չէ՞, այսքան տարբերակը ապրել։ Ու դուրս ենք գալիս, տեղադրում ենք։ Տեղադրեցինք։ Եղավ, որ այն հալովակը տեղադրեցինք, որ ժամանակից, որ մենք ցանկացանք։ Հետո ինչ ենք անում, փորձում ենք սահմանել ժամանակը։ Սահմանել ժամանակը ընտրում ենք։ Որ թվականներից, որ թվականներն էր ապրել Դերենիկ Տեր-Միրճանը, եկեք սահմանել ժամանակը։ 1877
1957-ից 1956 Դե գրեցինք 1877 Ահա Չէ, գծիկ չէ, տեղափոխվում ենք 1800 Դա 1800 չենք նշել մենք Քրիստոսից առաջ 1000 եթե նշենք դա այս sense որ անենք կանաչի ուրեմն նշեցինք եթե չենք նշում ուրեմն ինքը Քրիստոսից առաջ չի լինում եւ 56 1956 Ահա, տեղադրվեց եւ մենք ինչ ենք ուզում որ այս տեսանյութը մեր ստեղծած փինը ինչ անի Արդեն Երևանու համար մենք ինչ պիտի անենք Ինչ է տալիս Պահպանել Եթե մենք չպահպանենք դուրս գանք ուրեմն մեր փինը չի պահպանվի Հիմա ասում ենք պահպանել կոճակը Ստացանք մենք փինը Ձեր ստացած փինը դուք այնտեղ տեսաք Սերենիկ Դեմիրճյանի կյանքի որպես արվեստասեր Ահա Մենք սա ստացանք Եթե ինչ-որ մի սխալ են կատարել Ուզում ենք ուղղում կատարել Ինչ-որ գործիքի միջոցով պետք է այդ ուղղումը Ահա, սա մենք տեսեք կարող ենք կատարել Կարող ենք Հետա վերադառնում մեր այն փինը, որը որ ստեղծել ենք Եթե ուզում ենք ինչ-որ մի ուղղում կատարել, մենք ուղղում ենք Եթե չունենք ուղղելու տարբերակ, ուրեմն անցնում ենք առաջ Հիմա հաջորդ աշխարհացույցի հաջորդ գործիքներին ենք ծանոթանում Ուզում ենք նշել ինչը, թե որտեղ է ծնվել Բերենիկ Դեմիրճյանը Նշում ենք Եվ որտեղ է ընտանիքը տեղափոխվել, այդ ուղին ենք փորձում գծել Գրեցինք Վերցրեցինք այստեղ Երբ որ իրան սխում ենք, ինքը արդեն մնում է տարածքում Տանում ենք արտահան, իր ուղին ենք ընդգծում, մի հատ էլ այստեղ ենք նշում Հետո այդտեղից որտեղ տեղափոխվեց Ահա, նավտեք, Թիֆլիս տեղափոխվեց Այստեղ որ երկրորդ անգամ սխում ես, ինքը ցույց է տալիս, թե Տվյալ քաղաքի մասին կամ տվյալ պետության մասին դրանք է ցույց տալիս Ահա, դե փորձենք շարունակել Եվ այդտեղից Ինչ ասում ենք Երևան Այսպես անենք, որ Երևանի Երևան, մի քիչ ավել է գնացել, դրա համար ինչ ենք անում, նախ հետ ենք վերադարձնում, իր վրա նորից ենք այսպես սխում, որ ինքը փակվի Այսինքն մենք ինչ արեցինք, հետագիծը նկարեցինք Եվ Երևանից Թիֆլիս, չէ, իրանց ընկած հեռավորությունը, որ գործիքի միջոցով են չափել Ապրեք, կանոնի միջոցով Հիմա վերցրեցինք, որն ես չափում, Ախալցխայից Արտահան, թե Թիֆլիսից Երևան Թիֆլիսից Երևան, ինչ ենք անում, դնում ենք այն կետում, չէ, դիր, երկու անգամ, և այդտեղից իջեցրու մինչև Երևան, ինչն է նշվում, թե Երևանից Թիֆլիս, Ինչքան կիլոմետր այո, ճանապարհն է նշվում, և ոտքով, և տրանսպորտով, այդ բոլոր ճանապարհը նշում է, թե ինչքան ժամանակում դու այդ տարածքը կարող ես գնալ Որ գործիքը էլ գիտենք, որ կարող ենք օգտագործել այս գործիքներից, նշելու տարբերակը, հիշում եք Գրիչով նշում ենք, եկեք գրիչով մի հատ է նշում կատարեք այն քաղաքը, որտեղ որ տեղափոխվել է և ստացել էր կրթություն, որ քաղաքն էր դա Թիֆլիսում որ դպրոցներ սովորում, Ներսիսյան դպրոցում, նշում ենք, շատ ապրել, այդ նշումը կատարեցինք, հետո եթե ուզենանք հանկարծ սխալվենք, ինչ անել դա, նշում ենք, որ գործիքի միջոցով ենք նշում, հայցում, մատիտով, չէ, և ցանկանում ենք, որ գույնը ուզում ենք, այդ գույնով էլ կարողանում ենք այդ մատիտի գույնը փոխ Եթե ինչ-որ մի բան սխալ ենք կատարել, որ գործիքը կարող ենք օգտագործել, ռետինը, դե մի հատ օգտագործի, շատ ապրեք Իսկ եթե ինչ-որ այս հոդվածը մեզ դուրս չի գալիս, ինչ-որ սխալ ենք կատարել, մենք ունենք այնպիսի գործիք, որ կարող ենք ամբողջությամբ ջնջել Որն է դա, բայց մի հիմա մի ջնջի Եթե ուզում ենք այս նկարը պահպանել, որ հետո մեր ցուցադրության մեջ տեղադրենք, որ գործիքը պետք է օգտագործենք Այս screenshot-ը, եթե այս գործիքին մենք սխմենք,
ինքը որպես նկար կփորձի մեզ համար պահպանել։ Տեսեք, այստեղ screenshot գործիքը պահպանել։ Այստեղ կգրենք ինչ որ նկարագրություն, չէ՞, դա օրինակ Լևոնիկ Դեմիրճյանի կյանքի ուղին, թե ինչ կյանքի ուղի է անցել, եւ այնուհետեւ կտանք պահպանելը ու որպես ցուցադրություն ինքը արդեն կպահպանվի մեր ցուցադրության մեջ։ Փորձում ենք թեստի միջոցով մեր թեման ամփոփել։ Բացօրենթերցում Ռաֆայել Մտեչյան։ Պատասխանիր դու։ Որ դպրոցներում է սովորել Լևոնիկ Դեմիրճյանը Հայաստանում եւ Վրաստանում։ Երևանի պետական համալսարան, Գևորգյան Ջեմարյան եւ Ներսիսյան դպրոց, Թբիլիսի պետական համալսարան եւ Մատենադարան։ Գևորգյան Ջեմարյան եւ Ներսիսյան դպրոց։ Ահա։ Գևորգյան Ջեմարյան եւ Ներսիսյան դպրոց։ Շատ ապրեք, ինչ ենք անում, հաջորդում ենք հաջորդում։ Վագի Որ տարի է լույս տեսել Լևոնիկ Դեմիրճյանի առաջին տպագիր բանաստեղծությունը 1877 թվականին, 1892 թվականին, 1893 թվականին եւ 1899 թվականին։ Որ թվականին էր, որ առաջին գիրքը լույս ընծայվեց։ 1897 Բեկիկ տեսնենք ճիշտ է պատասխանը։ Էլեն Ջանասյան։ Կովկաս Որ գրական խմբակի անդամներից էր Լևոնիկ Դեմիրճյանը։ Ապրեք, ընտրեք։ Հիմա երեխեք, վերջնական ամփոփում։ Ինչ տպավորություններ ստացանք այսօրվա թեմայից եւ ինչ սովորեցինք այսօրվա դասից։ Սովորեցինք Փին ստեղծել։ Ահա։ Սովորեցինք օգտվել աշխարհացույցի գործիքներից։ Դեմիրճյանի կյանքի եւ ուսումնասիրությունը։ Ինչ եմ գրում։ Ահա, հիմա նշումների թերթիկի վրա փորձում եք գրել Սովորեցինք Չայնից այլ այդ